Համաձայնագիրը քննարկվել է ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, հնչել են մի շարք հարցեր հանձնաժողովի անդամների կողմից, մասնավորապես պարոն Գևորգյանի կողմից հարց է բարձրացվել այս առաքելությունների մանդատի վերաբերյալ, թե մենք երկար քննարկեցինք, բայց հետո պարոն Գևորգյանը դուրս եկավ, այդպես էլ քննարկումը չավարտվեց։ Ես կուզենայի այս ամբիոնից, ինչքանով որ ես եմ հասկացել հարցը, շարունակել այդ քննարկումը մանդատի վերաբերյալ, տեսեք, Եվրոպական միությունը 1993 թվականի Մաստրիխտի համաձայնագրով ֆորմալ իր գործիքակազմը դարձրեց ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը, այսինքն մշակվեց համակարգ ԵՄ անդամ պետությունների ընդհանուր անվտանգային քաղաքականություն ունենալուն ուղղված մի բան, որ առաջ չկար, իսկ 2009 թվականի Լիսաբոնի համաձայնագրով նույնը արվեց ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ, այսինքն ձևավորվեցին համակարգեր, մեխանիզմներ, որոնք թույլ տվեցին Եվրոպական միության խորհրդին միաձայն որոշումների ունենալ Եվրամիության տարածքից դուրս քաղաքացիական եւ ռազմական առաքելություններ եւ նման առաքելություններից յուրաքանչյուրի համար Եվրոպական միության խորհուրդը կայացնում է առանձին որոշում, ինչպես դիցուք դուք տեսաք Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման դեպքում, դրա երկարացման դեպքում, ինչպես տեսաք այս տարի եւ դրա մանդատն էլ սովորաբար տրվում է կամ հյուրընկալող պետության կողմից կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, հատկապես ռազմական առաքելությունների դեպքում դա ավելի տարածված է, ինչպես օրինակ Բոսնիայում Եվրամիության զինվորական ռազմական առաքելության դեպքում, եթե չեմ սխալվում, նաև միջերկրական ծովում, ուրեմն Լիբիայի ափերի մոտ ծովային ռազմական առաքելություն կա, այնտեղ ահաբեկչության դեմ պայքարող, կանտրաբանդայի դեմ պայքարող եւ այլն։ Այո, պարոն Մինասյան, ճիշտ եք, նման մի նամակ ենք ստացել, այնտեղ կա փոքրիկ վրիպակ, թարգմանական, ուրեմն համաձայնագրի 4-րդ, ասեմ ինչի մասին է խոսքը, որ իմանաք, համաձայնագրի 4-րդ բաժնում չհակասելով 8-5 եւ անգլերեն տարերով and 12-3 թարգմանական վրիպակ է եղել, and անգլերեն բառը կփոխարինվի եւ հայերեն բառով, մենք դրությունը, քանի որ հեղինակը կառավարությունն էր, մենք դա չէինք կարող մեր նախաձեռնությամբ ուղղել, կառավարությունը արդեն նամակը ուղարկել է եւ հիմա քարտուղարությունը դրանով զբաղվում է։ Մի քանի խոսք կուզենայի ասել հարցի քաղաքական կարևորության մասին, հարգելի գործընկերներ, տեսեք, ինչի մասին է խոսքը, մենք միշտ ունեցել ենք կամ տարածված է եղել այդ մտածելակերպը, որ մենք միշտ հայցում ենք, օգնություն խնդրում ենք, ընդունել բանաձևեր, անել կոչեր, ուղարկել առաքելություններ եւ այդտեղ էլ վատ բան չկա, դիցուք Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական ծայրահեղ ծանր իրավիճակում 22 թվականի աշնանը եւ դրա համար մենք շնորհակալ ենք, բայց այդ շնորհակալությունը մենք պիտի արտահայտենք ոչ միայն բառերով, այլ նաեւ գործերով եւ հիմա մենք ինչ որ չափով այդ կոնտեքստում, բայց բացի շնորհակալությունից նաեւ մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու կոնտեքստում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ մենք արդեն ցանկություն ենք հայտնում ինքներս մասնակցել իրենց կողմից իրականացվող առաքելություններին այլ պետություններում, այսինքն ասեք, որ այլ պետություններն էլ ԵՄ առաքելություն իրենց պետություն հրավիրելիս տեսնեն նաև հայ մասնակիցներ, տեսնեն նաև Հայաստանն էլ է իրենց մատակարարում, այսպես ասենք, կամ
մատուցում որոշակի անվտանգային միջոցառումներ։ Սա կարծում եմ միայն դրական է եւ միայն ու միայն խոսում է մեր եւ Եվրոպական միության հարաբերությունների աննախադեպ խորացման մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը դեռ նույնիսկ ԵՄ անդամության տեխնացու էլ չի, նույնիսկ ասոցիացիան համաձայնագիր էլ չունի, բայց արդեն վերջին նախադասությունն է, արդեն մենք մեր հարաբերությունները այնքան խորն են, որ մենք կարող ենք մասնակցել իրենց արտաքին անվտանգային եւ պաշտպանական առաքելություններին երրորդ երկրներում, ինչը շատ լավ է, շնորհակալություն։